Այսօրվա մեր հյուրն է ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն, ում հետ կզրուցենք Մայդանի եւ մարտի 1-ի հանրահավաքի միջև զուգահեռներ անցկացնելու վերաբերյալ։ Ողջունում եմ ձեզ մեր տաղավարում, պարոն Ուրիխանյան, եւ առաջին հարցով պետք է նշեմ, արդյոք իրապես համեմատելի են Մայդանն ու մարտի 1-յան դեպքերը, եւ եթե այո, ապա ինչով։ Դե միգուցե ինչ որ առումներով կարող է համեմատություններ լինեն, բայց մեծ հաշվով այնինչ սկիզբ առավ Ուկրաինայում ուներ մի դրդապատճառ արտաքին քաղաքական կողմնորոշում, արտաքին քաղաքական վեկտորի ձևավորում եւ համապատասխանաբար պահանջներ էին հնչում ընդդիմության կողմից սկզբում, այնուհետև մենք բոլորս ականատես դարձանք, թե ինչպես ընդդիմությունը աստիճանաբար, այսպես ասեմ, փոխակերպելով, իսկ պարբերաբար նաեւ ազդեցությունը զիջելով առանձին վերծված քաղաքացիական նախաձեռնություններին, ազգայնական ինչ-որ կառույցների կազմակերպություններին շեղվեց սկզբի եւ պարզապես ակտիվ քաղաքացիներին չօգտագործենք շեղվել արտահայտությունը, պարբերաբար զիջում էր կազմակերպչական իմաստով, ուղղորդման, առաջնորդելու իմաստով եւ պահանջները, որոնք որ Մայդանում հնչում էին, միշտ չէ, որ նույն պահանջներն էին, ինչ որ Հայաստանի Հանրապետությունում էր։ Հայաստանում դժգոհությունը, բողոքը, զայրույթը, ցասումը հանրության կողմից առաջ քաշվող ավելի շատ, եթե չասենք մեծամասամբ, բացարձակ մեծամասնությամբ ներքին խնդիրների հետ կապված էր։ Սոցիալական պրոտեստի արկայությունը անշուշտ մեզ մոտ գերակա էր։ Ես չեմ բացառում, որ նման բան, ոչ թե չեմ բացառում, այլ ընդունում եմ, որ նման բան կա նաև Ուկրաինայում։ Լավ ծանոթ լինելով Ուկրաինայում տիրող իրավիճակին, այն պահանջներին, որոնք որ իրենց հանրությունը ներկայացնում են, նաև որպես միջխորհրդարանական ձևաչափի մասնակից, պատգամավոր եւ այլն, ԱՊՀ ֆորմատի մի շարք կառույցներում որպես աշխատող եւ իրենց խնդիրներին ծանոթ մարդ դրա մասին կարողանում եմ խոսել։ Սակայն այնտեղ ներքին խնդիրները ավելի քիչ չափաբաժին էին կազմում, քան մեզ մոտ։ Ես չէի համադրի ամբողջապես մեկը մյուսի հետ հայաստանյան իրավիճակը տեղի ունեցած 2008 թվականին եւ Ուկրաինայում հիմա տեղի ունեցողը, բայց որոշ առումներով նմանություններ անշուշտ կան։ Եվ հիմնական նմանությունը ժողովրդի լայն զանգվածի պահանջին, սկզբում խնդրանքին, հետո պահանջին, հետո բողոքին, զայրույթին ականջալուր չլինելը։ Ահա ինչի է բերում, երբ հստակ տարանջատում կա, երբ ձորեր են առաջանում կառավարողների եւ հանրության միջև ում ըստ էության կառավարողները պիտի ծառայեն։ Լավ, իսկ եթե անդրադառնանք արդեն մեզ 2008 թվականին, ապա ի՞նչն էր պակասում մեզ այն ժամանակ այդպիսի բուռն արդյունք, լավ վերջնական արդյունք ունենալու համար։ Ի՞նչն էր պակասում։ Գիտեք ինչ, շատ հակասական թեմա է եւ եթե որպես արդյունք ամրագրել հարյուրավոր զոհեր եւ տուժածներ, ապա կներեք, ես ինձ թույլ չեմ տա նման ձևակերպում եւ թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ։ Բայց չէ՞ որ այնտեղ ժողովրդավարության ներողություն, ժողովրդավարության հաղթանակը պիտի տեղի ունենա արդարացված ճանապարհով, հա, թույլ տվեք այս բառն օգտագործել։ Եվ ինձ համար անձամբ յուրաքանչյուր մարդու կյանք, յուրաքանչյուր մարդու առողջություն, յուրաքանչյուր մարդու արյան կաթիլ չի կարող համեմատվել որևէ այլ արժեքների հետ, այո։ Հետևաբար կներեք, բայց շատ բարդ ու անհարմար վիճակի մեջ եք ինձ դնում այդ հարցով, այնպես որ ինչ խոսք, ես ուզում եմ, որպեսզի մեր երկրում երբևէ նման բան չլինի, որպեսզի մեր երկրում հանրային պահանջը ի սկզբանե լինի թելադրող։ Եվ ուզում եմ հուսալ, որ այդպես էլ լինելու է։ Ինչ խոսք, պիտի առիթն օգտագործելով նաև ցավս փոխանցեմ եւ կիսվեմ ցավով բոլոր նրանց հետ, ում հարազատները, մտերիմները տուժեցին, զոհվեցին եւ տուժեցին Ուկրաինայում, ու պիտի ցանկանամ, որ մեր եղբայրական ժողովուրդը երբևէ էլ նման իրավիճակներում չհայտնվի։ Իսկ դրա համար նորից պիտի կրկնեմ, դրա համար յուրաքանչյուր իշխանություն պիտի իմանա, որ հավերժ չի գտնվում այդ վայրում, այդ տեղում, հավերժ չի տիրապետում այդ լծակներին, այդ հնարավորություններին եւ պատասխանատվությունը մահակի պես միշտ պիտի արկախված լինի նրանց գլխավերևում։ Պարոն Ուրիխանյան, եւ վերջին հարցը,
շուտով մեզ սպասվում է հանրահավաք մարտի 1-ին, որը կազմակերպել է ՀԱԿ-ը, արդյոք ԲՀԿ-ն մասնակցելու է այդ հանրահավաքին եւ եթե այո, ապա ինչ ձևաչափով, ինչ դերով։ Գիտեք ինչ, այսպես ասեմ, կուսակցության եւ խմբակցության կողմից ես հիմա լիազոր չեմ պատասխանելու, որովհետեւ բնականաբար իմ կոմպետենտությունն է այն ինչ կորոշվի պաշտոնապես նոր մատուցել ձեզ լրատվամիջոցներին եւ հանրությանը, բայց ես օրինակ չեմ բացառում իմ մասնակցությունը, իմ այլ գործընկերների մասնակցությունը, որպես այդպեսին ոչ պաշտոնական մասնակցություն չի քննարկվել հարցը, ինչ իմաստով, լավ իմաստով չի քննարկվել, ՀԱԿ-ը չի հղել հրավեր, մենք հետևաբար չենք նստել մտածել, այ մասնակցել, ընդունել այս հրավերությունը, որովհետև մենք ըստ էության զուգահեռ ենք քայլում հիմա քաղաքական դաշտում եւ օրակարգը, այն օրակարգը, որը որ մենք բերում ենք, արտաբերում ենք ավելի ճիշտ հանրության կողմից ներկայացվող օրակարգը, արտաբերում ենք քաղաքական հարթություն, զուգահեռ է տեղի ունենում։ Հետևաբար, այսպես հարց չի դրվում կոնկրետ մասնակցելու ձևաչափի եւ այլնի վերաբերյալ։ Լավ իմաստով հարցը չի դրվել, որովհետեւ կրկնում եմ, մենք զուգահեռ օրակարգ ենք առաջ քաշում եւ տանում։ Լավ, շնորհակալություն պարոն Ուրիխանյան հարցազրույցի համար։ Տեսություն։